Պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գնդակահարվել են հայ գերիներ, խոշտանգվել են եւ դաժանաբար սպանվել են հայ կանայք, անդրադառնալով իրական ոչ թե պատմական արդարությանը, արդյոք դուք պատրաստ եք հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ եթե դա վերաբերի ադրբեջանական ռազմական եւ քաղաքական էլիտային, եթե այո, ինչպես եք պատկերացնում այդ հանձնառության իրականացումը եւ որոնք կլինեն ձեր առաջիկա քայլերը այս երկու ամիսներին։ Գիտեք ինչ, մեր առաջիկա երկու ամիսներին ի՞նչ է սպասվում։ Երկու ամիսը արդեն ընտրություններից հետո է։ Այսօր ամսի 23-ը չի։ Գիտեք ինչ, ես էլի ուզում եմ այդ թեմաներին ես ընդհանրապես ինքս ինձ համար պինդ որոշել եմ, որ այդ թեմաներին ես անդրադառնալու եմ մաքսիմալ շիտակությամբ, մաքսիմալ։ Եվ ինչպես նախորդ հարցինի պատասխան ասացի, այդ ամեն ինչի երկսայերի սուրը։ Եվ մենք չպետք է մոռանանք նոր կտակարանի ուղերձը։ Ինչ դատով դատվենք, նույն դատով դատվելու ենք։ Ինչ չափով չափենք, նույն չափով չափվելու ենք։ Եվ ես համաձայն չեմ, որ մենք հիմա ես ու դուք իրար աչքերի մեջ նայենք եւ իրար խաբենք։ Ու առավել եւս խաբենք մեր ժողովրդին։ Որովհետեւ երկսայերի սուրը, որովհետեւ այդ խոսույթները հիմա այդ խոսույթները գոյություն ունեն եւ փաստերը իմիջայլոց, փաստերը, որ մեկը դա չի շղթում։ Բայց մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Մենք պետք է հասկանանք ինչի մասին ենք խոսում։ Եվ հենց այդ է թակարդը, որից մենք չենք կարողանում դուրս գալ։ Իմ կարծիքն այն է, որ այդ թակարդից պետք է դուրս գալ եւ մենք դուրս ենք գալիս այդ թակարդից։ Մենք մեր յուղի մեջ պետք է տապակվենք, ամեն մեկս մեր յուղի մեջ պետք է տապակվենք, բայց մենք պետք է մեր պետությունները, մեր սերունդներին ազատենք այդ հոգսից։ Մենք պետք է հարգանքով։ Ինչ։ Ուրեմն ինչքան մենք ենք մեղադրում, այդքան մեզ են մեղադրում։ Մենք պետք է հասկանանք ինչ ենք անում այդ դիրքորոշումը։ Ռազմավարական գործարքը դրա մասին է։ Ինչի ձեզ թվում է ձեր իմացած պատմությունը միակն է, այլ ուրիշ պատմություններ ուրիշ տեղերում չկա։ Եթե դուք հիմա կնայեք իմ աչքերի մեջ եւ կասեք, որ ոչ չկան ուրիշ պատմությունների մեջ, առնվազն դա ազնիվ չի լինի։ Բոլոր գիտեք էլի եմ ասում, խոսքը ընդհանրապես կոնֆլիկտի մասին է։ Խոսքը ընդհանրապես կոնֆլիկտի մասին է։ Որովհետև այդ ճանապարհներով գնալը նշանակում է ոտք դնել մի ճանապարհին, որտեղ պատերազմը եւ կոնֆլիկտը անխուսափելի են։ Դա կոնֆլիկտը վերածնելու ճանապարհ է։ Եվ հիմա ամեն տարբեր կողմերից հիմա տարբեր կողմերից այդ թվում միջազգային որոշ գործող անձինք այնպիսի հայրենասիրական հայաստանյան հայրենասիրական ճառեր ու կոչեր են անում, որ նույնիսկ կարելի է հուզվել։ Մենք պետք է առերեսվենք մեր պատմության հետ։ Հերիքան մենք պատմության կեսին նայենք։ Չենք կարա գրքի էջը սենց կեսը փակենք, ասենք մենք մենակ ձախ կամ աջ կողմի ձախ ձեր կողմից, աջ իմ կողմից, կամ չգիտեմ, էական չի։ Մենք մենակ աջ կամ ձախ կողմն ենք կարդում էջի, այն շարունակությունը չենք կարդում։ Պետք է թուղթը հանել եւ կարդալ ամբողջ էջը։ Մենք ունենք այդ համարձակությունը։ Ես ունեմ այդ համարձակությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար